Ապրիլ 13 Ծաղկազարդ Սիրելի հայրենակիցներ, այս կիրակին Ծաղկազարդ է, Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ։ Ծաղկազարդը նշվում է ավագ շաբաթվա սկիզբը, որ քրիստոնեական օրացույցի ամենակարևոր ժամանակն է։ Կիրակին հիշեցնում է դիմավորելու Հիսուսին մեր սրտերում և պատրաստվել հետևելու նրան։ Այս օրը սիրո, խոնարհության և զոհաբերության ուղերձի մասին մտածելու ժամանակ է, որ Հիսուս քարոզեց իր ապրած տարիների ընթացքում։ Ծաղկազարդը մի օր է, որ մեծ ոգևորությամբ նշվում է ամբողջ աշխարհում։ Ամբոխը, որ դիմավորում էր, հավատաց և տեսավ նրան որպես փրկիչ։ Տիրոջ մուտքը Երուսաղեմ և այսօր մեր սրտերը մեզ պատգամ են փոխանցում։ Հավատալ Աստծուն, վստահել մեր կյանքը Աստծո ծրագրերին, նույնիսկ փորձության և անորոշության ժամանակ։ Այս գեղեցիկ օրը մեզ հիշեցնում է. Հիսուս եկավ ոչ թե ուժով հաղթելու, այլ սիրով շահելու մարդկանց սրտերը։ Նա ընտրեց մեռնել մեզ համար, որպեսզի մենք հավիտենական կյանք ունենանք։ Ծաղկազարդին սովորության համաձայն մարդիկ դիմավորում են Հիսուսին ձիթենու և արմավենու ճյուղերով, երգելով «Ովսաննա ի բարձունս», օրհնյալ է նա, ով գալիս է Տիրոջ անունով։ Ծաղկազարդի օրը երեկոյան կատարվում է դռնբացեկի արարողություն, բացվում է եկեղեցու խորանի վարագույրը և նորից հավատացյալներին հնարավորություն է տրվում տեսնելու Աստծուն և հաղորդվելու նրան։ Նա գալիս է մեզ ազատելու մեր բոլոր վախերից և հանդիսավոր կերպով տիրանալու մեր հոգուն և տիրանալու մեր սրտին։ Ծաղկազարդը կանչում է մեզ տեսնելու մեր Թագավորին և տեղ տալու մեր սրտերում։